Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Գերմանիայում լրագրողների հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության փաստաթղթին վերաբերող հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Փաշինյանը շեշտել է, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը մի կողմից շարունակում է կիրառել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոսույթը, մյուս կողմից էլ բողոքում է, որ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր ձևակերպումը։ Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, մյուս կողմից ասում է վայ գրածա Ղարաբաղյան հայեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում ներողություն 25 թվականի օգոստոսի 18-ին, օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես հիմա ուզում եմ բաց հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև այդ թեմաներով ինչքանով իրանք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Որտեւ ես արդեն ասել եմ բաց հրապարակային, ես մեր Ղարաբաղի ժողովրդին էլ եմ ասել, որովհետեւ ասում են, բա պիտի վերադառնանք, ես ասել եմ դա իրատեսական չի։ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում հայտնել է, որ Գերմանիայի դեսպանատունը Հայաստանում հաջորդ տարվանից վիզաների համար հերթեր չի ունենալու։ Վիզայի ստացման գործընթացի դյուրացումը եղել է Հայաստանի կառավարության եւ Եվրամիության գործակցության կարևոր ուղղություններից, քանի որ քաղաքացիները հաճախ ստիպված են ամիսներով սպասել։ Փաշինյանը նշել է, որ Գերմանիայի այս առաջին քայլը կարող է շղթայական շարունակություն ունենալ մյուս եվրոպական երկրներում։ Վարչապետը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանից դեպի Եվրամիություն զբոսաշրջային հոսքը աճել է եւ մատչելի ավիատոմսերը նպաստում են քաղաքացիների ավելի ակտիվ ճանապարհորդություններին։ Գերմանիայից Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական նիստին, սակայն նրա ինքնաթիռը հարկադիր վայրեջք է կատարել Սանկտ Պետերբուրգում Մոսկվայում վայրեջքի թույլտվություն չստանալուց հետո։ Ըստ հաղորդագրության ինքնաթիռը մոտ 1 ժամ պտտվել է Տվերի մարզի վրա սպասելով վայրեջքի հնարավորության, բայց ի վերջո ուղարկվել է Պուլկովո օդանավակայան։ Ավիահաղորդակցության խափանման պատճառը եղել է Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի վերջին շրջանի խոշորագույն հարձակումներից մեկը։ ԵԱՏՄ երկրների վարչապետների մասնակցությամբ կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին, որին ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ արել միության անդամ պետություններին համատեղ ջանքերով կյանքի կոչել տնտեսական գործընթացների զարգացման վերաբերյալ հռչակագիրը, ընդգծելով ինտեգրացիոն ծրագրերի խորացման անհրաժեշտությունը։ Արտաքին աշխարհի փորձագիտական, քաղաքագիտական, վերլուծական համայնքների ազդակներից թերևս կարելի է պատկերացնել, որ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը թշնամական է։ Դրսում շատերն էլ համարում են, թե եկեղեցին է թշնամաբար տրամադրված կառավարության ներկայացուցիչների հանդեպ։ Այսպիսի կարծիք հնչեց օրինակ Բերլինում Փաշինյանի հետ քննարկման ժամանակ։ We want transparency. Մենք ցանկանում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն հայ առաքելական եկեղեցու կանոններին։ Ի նկատի ունեմ հոգևորականների համապատասխանությունը, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ եւ նրանց, կներեք, որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնում արտաքին ազդեցության համար։ Կրոնագետների դիտարկմամբ գրեթե բոլոր միջազգային կառույցներում կան արտաքին ազդեցության դրսևորումներ, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ կրոնագետի այստեղ համեմատաբար պակաս է։ Մեզանում դա համեմատաբար ավելի պակաս է, որովհետև հայ քրիստոնյաների բազմությունը ճնշող մեծամասնություն է կազմում, ինչին ստիպված է հարմարվել կամայական կառույց։ Եկեղեցին առավել եւս, որովհետև դա հայոց առաքելական եկեղեցին է։ Ինչու են իշխանությունները այսպես ասած պատերազմ հայտարարել եկեղեցուն, կրոնագետն ասում է, բանն այն է, որ հիմա ավելի շատ եկեղեցական համակարգն է ընդդիմանում իշխանությանը։ Մոտալուտ ընտրություններում դա կարող է էական դեր խաղալ, այդպես է համարում։ Դա ծանրագույն
վտանգներով հղի պրոցեսա սկսվել։ Բերլինյան քննարկմանը դեսանտ իջեցված ադրբեջանցի դիվանագետը ինչ խոսք իր վերադասի նախապայմանների լեզվով առաջ քաշած պահանջներ եկել լեգիտիմացնելու։ Ականջ շոյելու համար ադրբեջանցին նախ հայերեն ողջունեց։ Բարի գալուս Գերմանիա, Mr. Prime Minister։ Հետո կենտրոնացավ Հայաստանի սահմանադրության հնարավոր փոփոխության վրա։ Ճիշտ է, Փաշինյանը պատասխանելով նրան հայտնեց, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, բայց եւ հայտնեց, որ եթե սահմանադրական դատարան ուղարկվի խաղաղության համաձայնագիրը եւ եթե այն չհամապատասխանի մայր օրենքին, Փաշինյանն ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ կատարել։ Անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Ըստ սահմանադրագետների Հայաստանի իշխանություններն ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի ներսում չոտնահարվի երկրի մայր օրենքը։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել տարբեր երկրների ամերիկյան, նաև հնարավոր թուրքական կողմերի ներգրավումը Թրամփի ուղու աշխատանքներում արդեն ըստ սահմանադրագետների երկրի մայր օրենքի երկրի ինքնիշխանության ոտնահարումը։ Ըստ էության ադրբեջանական Զանգեզուրի կորիդոր կոչվածի իրագործում, որովհետև անկախ նրանից, թե դու ինքնիշխանության ինչ տարեր ես ամրագրելու, փաստացի այդ տարածքը գտնվելու է քո վերահսկողությունից դուրս։ Այլ պետությունը կամ այլ պետության մասնավոր անձիկ են, ընկերություններն են իրագործելու են գործառույթները, որոնք Հայաստանի օրենսդրության պատկանում են բացառապես Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի իշխանությունները ըստ սահմանադրագետների Վաշինգտոնյան հռչակագրով գնացել են այնպիսի զիջումների, որոնք անհամատեղելի են Հայաստանի ինքնիշխանության հետ։ Եվ որքան էլ Հայաստանի հռչակագրի մեջ իշխանության ներկայացուցիչների խոսույթում լինի ձևակերպում, թե Հայաստանն իր ինքնիշխանությունը չի զիջում եւ կարմիր գիծ է, իրականում ըստ սահմանադրագետների այն ամենն ինչ հրապարակված է Վաշինգտոնյան հռչակագրում, հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը զիջել է իր ինքնիշխանությունը, տալիս է միջանցք Ադրբեջանին, այդ երկրի պատկերացումներին համապատասխան։ Հետագայում ըստ սահմանադրագետների, եթե իրավական առումով այս ամենը իրականություն դառնա եւ այդ բոլոր գործարքներից Հայաստանը հետագայում փորձի դուրս գալ, մեր երկրի համար դա միլիարդավոր դոլարներ կարժենա։ Խուզարկություններ Արցախի ներկայացուցչությունում կեսօրին քննիչները մտել են շենք եւ խուզարկություններ սկսել։ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանելյանը լրատվամիջոցներին կարծիք է հայտնել, որ գործողությունները կապված են երեկվա լսումների հետ, որոնք վերաբերում էին արցախցիների հայրենիք վերադարձին։ Դուրս եկեք, մի նկարեք, չի կարելի։ Ստեղ հենց հիմա քննչական գործողություն է իրական։ Միքայել Սրբազանին թույլատրել են տեղափոխել Իզմիրլյան բժշկական կենտրոն համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Լրատվամիջոցներին հայտնել է Սրբազանի փաստաբանը։ Ըստ պաշտպանների Միքայել Սրբազանը վիրահատության կարիք ունի եւ ցանկանում է, որ վիրահատությունը կատարվի Իզմիրլյան բժշկական կենտրոնում։ Մայրաթորը ողջունել է եպիսկոպոսած կոչը հարգանքով վերաբերվելու եկեղեցուն նվիրապետական կարգին վերստին հորդորելով վերադառնալ կանոնական դաշտ, փաստելու անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ հայտնել են Մայրաթորից ի պատասխան լրատվամիջոցների հարցմանը, թե ինչպես է վերաբերվում Մայրաթորը 10 եպիսկոպոսների նոր հայտարարությանը եպիսկոպոսած ժողովի հետաձգման վերաբերյալ։ Էջմիածնից նշել են, որ ցավալի է, որ հարաբերությունները Մայրաթորի եւ Հովապետի հետ 10 եպիսկոպոսները իրենց նախընտրությամբ պահպանում են հայտարարությունների միջոցով։ Իսկ ներկայացվող խնդիրների արծարծումը շարունակում է ոչ թե եկեղեցական մարմիններում, այլ բոլորովին այլ հարթակներում։ Պետական ֆինանսավորմամբ շինարարական գործունեություն իրականացնող քաղաքացիները հաճախակի բողոքներ են ուղղում կառավարությանը, որ իրենց աշխատանքի դիմաց չեն վարձատրվել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնել է, թե պատճառներից մեկն այն է, որ տնտեսվարողներ կան, որ պատշաճ չեն հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանան գումար։ Բացի այդ, տնտեսվարողներ են եղել, որ կազմակերպությանը փոխանցված գումարներն ուղղել են այլ նախագծերի վրա։ Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, այդ տնտեսվարողները լուրեր են տարածում, թե պետությունը գումար չի հատկացրել։ Կառավարությունից հայտնում են, որ պետական ֆինանսավորման դեպքում երբեք պարտքեր չի գոյացել։ Այսպիսի դեպքերը քիչ չեն եւ խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ այդպիսի տպավորություն են փորձում ստեղծել որոշ ամբարախիղճ տնտեսվարողներ, որ պետությունը չի վճարում այդ գումարը։ Ամենևին չասեցի, որ որոշ օղակներում պետական դանդաղումներ չի լինում, այդպիսի դեպքեր էլ ա եղել։ Բոլոր այն դեպքերում, որտեղ շինարարական ընկերությունները մեզ ներկայացել են որոշակի ծավալի հետ կապված աշխատանքների կատարողականներ, համայնքները պատշաճ կերպով այդ կատարողականները ուսումնասիրել են, տվել են մարզպետի աշխատակազմ, որից հետո մարզպետի աշխատակազմը տեղում ուսումնասիրություն է իրականացրել ծավալների մասով
Այս տարի Հայաստանը դեպի Գերմանիա արտահանման ավելի քան 80% աճ է գրանցել շնորհիվ մշակող, արդյունաբերության, հանքահումքային եւ այլ ոլորտների զարգացումների, տեղեկացրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Կառավարությունը խթանում է արտահանումը եվրոպական շուկաներ մատակարարվող հայկական արտադրանքի մաքսատուրքերը փոխհատուցելով, որպեսզի հայկական ապրանքները դառնան ավելի մրցունակ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության սուբվենցիոն ծրագրով առաջարկվում է 14 համայնքի տրամադրել 2 միլիարդ 828 միլիոն դրամ։ Նախարար Խուդատյանի խոսքով, եթե առաջարկը ընդունվի, ապա պետական բյուջեից արդեն հատկացված սուբվենցիոն համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 21 միլիարդ 59 միլիոն դրամ։ Նախարարն ընդգծել է, որ առաջիկայում սպասվում է նաեւ լրացուցիչ խոշոր հատկացում։ Կառավարությունը լրացուցիչ 400 միլիոն դրամ կհատկացնի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրերի իրականացման համար։ Խոսքը մարզերում հիփոթեքի աջակցության եւ հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի մասին է։ 2025 թվականի համար ծրագրերի տարեկան ճշտված բյուջեն կազմում է 21 միլիարդ դրամ, որն ըստ եռամսյակների բաշխվել է համամասնորեն։ Այս տարվա հոկտեմբերի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 2537 շահառու։ Հայաստանում գույքի բոլոր աճուրդները այսուհետև կանցկացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Կառավարության նիստում ասել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։ Առնակ Ավետիսյանը ընդգծել է, որ սահմանվում են նաև աճուրդների չկայացման դեպքում դրանց գնիչեցման սանդղակները։ Ըստ այդմ, շարժական գույքի յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո առաջարկվում է մեկնարկային գինը շուկայական գնահատված արժեքից նվազեցնել 15%-ի չափ, իսկ անշարժ գույքի դեպքում առաջին աճուրդի ժամանակ մեկնարկային գին սահմանել շուկայական գնահատված գնի 100%-ը, չկայանալու դեպքում հաջորդիվ նվազեցնել մինչև 70%։ Բացի այդ, աճուրդի հայտարարությունների տեղադրման ժամկետները եւս կփոփոխվեն եւ կերկարաձգվեն։ Պաշտոնյանն նաև հավելել է, որ բուն աճուրդի գործընթացը 1 օրվա փոխարեն կլինի 3 օր։ Ամենամեծ եւ ֆունդամենտալ փոփոխությունը այն է, որ կարգով սահմանում ենք միասնական մոտեցում բոլոր գույքերի օտարման սկզբունքների եւ պայմանների ձևավորման շուրջ։ Մինչ այսօր յուրաքանչյուր գույքի մասով կառավարությունը իր օտարման որոշումներով սահմանում էր տվյալ գույքի օտարման առանձնահատկությունները։ Հիմա մենք ընդհանուր կարգավորմամբ ենք դա ֆիքսում, առավել կանխատեսելի եւ առավել ընդհանրական մոտեցում ունենալու համար։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ժամանակավոր պաշտպանության փախստականի վկայականները փոխարինելու անհրաժեշտություն չկա։ Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս փախստականի վկայականի առկայությունը պարտադիր չէ։ Եթե վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է, ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։ Ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների արտահանումը կարգելվի եւս 6 ամսով։ Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաեւ ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Հայաստանում բազմազավակ ընտանիքների հիփոթեքի սուբսիդիաների ֆինանսավորումը կավելանա 20%-ով կամ 400 միլիոն դրամով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ 2025 թվականին այդ ծրագրի համար հատկացվել էր 21 միլիարդ դրամ, սակայն արդեն հոկտեմբերի վերջին միջոցները գրեթե սպառվել են եւ այդ նպատակով որոշվել է ավելացնել աջակցությունը։ Այս տարի աջակցություն ստացել է ավելի քան 2500 ընտանիք, նրանցից 495-ը ստացել է հիփոթեքային վարկի սուբսիդավորում մարզերում բնակարաններ ձեռք բերելու համար, 507-ը հիփոթեքի կանխավճարի ապահովագրության եւ 1535-ը հիփոթեքի մարման համար։ Այս տարի ծրագրով նախատեսված ծախսերը աճել են պայմանավորված բազմազավակ ընտանիքների դիմումների աննախադեպ աճով, որոնց աջակցությունը տրամադրվում է ավելացված ծավալով մինչև 2 միլիոն դրամ։
սուր շնչառական վարակները մեր երկրում շարունակում են ակտիվ շրջանառվել։ Հիվանդացության ցուցանիշները բարձր են։ Գործադիրի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ վարակված քաղաքացիների դիմելիությունը բարձր է, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային օղակում։ Խնդիրը խոշորացույցի տակ են պահում միաժամանակ աշխատելով կրթական գերատեսչության հետ գործարկելու այն մեխանիզմը, որ հնարավորություն կտա յուրաքանչյուր դասարանի շնչառական վարակներով պայմանավորված 20 եւ ավելի տոկոս բացակայություն ունենալու դեպքում անցնել հեռավար դասապատրաստման։ Առաջնային օղակը իր դերը ունի եւ մարդը, եթե ցուցանիշներ չունի հոսպիտալացման կամ էմերջենսի ծառայության, ապա պետք է դիմի պոլիկլինիկական օղակում։ Եթե անձը շրջանցում է այս օղակը եւ ուղիղ գալիս է հիվանդանոց, արտահիվանդանոցային դեպքի համար, ապա դա համարվում է վճարովի խորհրդատվություն։ Եթե մենք այս բոլոր կանոնները չապահովենք, ուրեմն չենք ունենա բավարար արդյունքներ եւ կստացվի, որ մեր անգամ թեթև դեպքերը կգնան հիվանդանոց, կծանրաբեռնեն հիվանդանոց եւ ծանր դեպքերի սպասարկման համար խնդիրներ կունենանք։ 112 միասնական արտակարգ հեռախոսահամար կգործի Հայաստանի ողջ տարածքում, միավորելով ոստիկանության փրկարար ծառայության զանգերը։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանի խոսքով մեկ զանգի սպասարկման ժամանակը կկրճատվի մինչև 10 վայրկյան, արձագանքումը մինչև 10 րոպե։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը առաջարկում է հին համարները միաժամանակ պահպանել ու վերահասցեավորել 112, քանի որ շատերին դրանք ծանոթ են։ Շտապօգնության 103 համարը կմնա գործող։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով ծառայությունը կունենա սեփական օպերացիոն կետ, իսկ նոր հարթակը թույլ կտա դեպքերի տվյալները փոխանցել վայրկյանների ընթացքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության Trump Gold Card կայքում հայտարարություն է տարածվել, որ հարուստ օտարերկրացիները կարող են ստանալ մշտական բնակության իրավունք $1 միլիոն ներդրման դեպքում։ Դիմումի $15,000 վճարը չի վերադարձվում նույնիսկ մերժման դեպքում։ Կայքում նշվում է, որ նախապատմության ստուգումից եւ կանխավճարից հետո բնակության թույլտվության տրամադրումը կատարվում է շաբաթների ընթացքում։ Նշվում է նաեւ պլատինե քարտի մասին $5 միլիոն նվիրատվության դիմաց հնարավոր կլինի ապրել Ամերիկայում տարեկան մինչև 270 օր առանց արկային պարտավորությունների։ 53,000 միգրանտ է ձերբակալվել Մոսկվայում, պարզվել է, որ խմբավորման առաջնորդի մոտ ուկրաինական եւ բուլղարական անձնագրեր կան։ Քրեական գործ է հարուցվել 12 քաղաքացիների նկատմամբ։ Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Կեղծ փաստաթղթեր ստացած բոլոր օտարերկրացիները կարտաքսվեն Ռուսաստանից։ Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում այրվել է շուկայի շենքը։ Հրդեհի մակերեսը հասել է 1500 քառակուսի մետրի։ Կրակի ինտենսիվ տարածմանը նպաստել է շենքի ներսում բարձր հրդեհային ծանրաբեռնվածությունը։ Հրդեհի վայրում աշխատել է 26 միավոր տեխնիկա եւ 100 փրկարար։ Ըստ տեղեկության կա նաեւ զոհ։ Դեկտեմբերի 10-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատ քաղաքում։ Գրիբայեդը փողոցում բախվել են ՎԱԶ-2106-ը եւ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված կամազ բեռնատարը։ ՎԱԶ-2106-ի վարորդը տեղում մահացել է, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Դեպքի վայրեն օպերատիվորեն ժամանել նաև Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Արարատի բաժնի պետը, ովքեր պարեկների հետ տեղում ծառայություն են իրականացրել։ Դեկտեմբերի 10-ին Մայրաքաղաքում Ռուբինյանց փողոցում բախվել են Տեսլան ու Դոջը։ Բախման հետևանքով Դոջից յուղի եւ անտիֆրիզի արտահոսք է սկսվել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ Թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները հատուկ լուծույթներով ճանապարհը մաքրել են։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Եվ ներքին գործերի նախարարի ու ՆԳՆ ոստիկանության պետի հանձնարարականներով բարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված պայքարը օրինախախտ վարորդներին հայտնաբերելու համար։ Ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները Երևանում հայտնաբերել են ու վարչական պատասխանատվության են ենթարկել 20-ից ավելի վարորդի։ Նրանք մեքենաները վարել են մքեցված ապակիներով, ամրակապված չեն եղել։ Նաև վարելիս օգտագործել են հեռախոս։ Դիմապակին ու արջևի կողային ապակիները թաղանթապատած վարորդներն էլ պոկել են դրանք։